ասեմ, որ բավական հետաքրքիր շերտեր բացվեցին, պարզվեց, որ կան կոնկրետ մարդիկ Հայաստանում, որ այս մարդու հետ կապ ունեն, եւ սա կարևոր է այն իմաստով, որ այս մարդը իր ամերիկյան եթերներից թիրախավորում է Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական գործիչներին, իրենց ընտանիքի անդամներին, կանանց երեխաներին, եւ ես զարմանում եմ այս մարդու հետ կապ ունեցողները, որոնցից մեկը ամենավառ կերպարներից մեկը Էդմոն Մարուքյանն է, ընդ որում այս մարդը ամենավերջին հայհոյանքներով խոսել էր նաև Էդմոն Մարուքյանի մասին, ինչպես են կարողանում Հայաստանում հանգիստ շրջել եւ ցուցադրել այդ իրենց միջև եղած կապը։ Օրերս ԴՕԿ կուսակցության նախագահ Անուշ Խուդավերդյանը հրապարակեց զրույցում ասել էր, որ Վարդան Ղուկասյանին մեղադրում են մանկապարտության մեջ։ Կարծում եմ արդարությունն անպայման կհաղթի, քանի որ ՀՀ դատախազության կողմից Ղուկասյանի վերաբերյալ ուղարկված հրահրանքները ոչ մի կապ չունեն իրականության հետ։ Այս տաղակները բոլոր արարքների համար պատասխան են տալու։ Ղուկասյանին մեղադրում են մանկապարտության մեջ, այնքան հիմար են, որ չեն հասկանում ԱՄՆ-ից Հայաստան ինչ մանկապարտություն կարող է լինել, ասել է նա։ Հայհոյանքներով հայտնի այս անձի ստեղծած կուսակցության ղեկավարի հայտարարությունը անհասկանալի եւ կասկածելի է։ Կասկածներն ավելացան հատկապես այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ այս մարդիկ ԴՕԳ մականունով անձի դատավարության վերաբերյալ իրենց բազմաթիվ հայտարարություններում տարածել են կեղծիքներ, լավ իմանալով իրականությունը։ Օրինակ, սկզբում պնդում էին, թե ԴՕԳ-ը հիվանդանոցում է, սակայն երբ ձերբակալման լուրը հնարավոր չեղավ թաքցնել, ստիպված եղան խոստովանել ճշմարտությունը։ Հետագայում հայտարարեցին, թե մի քանի օրից նա ազատության մեջ կհայտնվի, բայց արդեն մի քանի ամիս է նա գտնվում է բանտում։ Նրանք վստահեցնում են, թե նրա դեմ միայն միգրացիոն գործով է դատաքննություն ընթանում, սակայն պարզվեց, որ կա նաև քրեական մեղադրանք։ Օրերս էլ հայտարարեցին, թե հունիսի 4-ին դատավարություն է լինելու, սակայն երբ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը պարզեց, որ դատավարությունը իրականում նշանակված է հուլիսի 2-ին, նրանք ստիպված եղան խոստովանել դա։ Այժմ հայտարարում են, թե նրան մեղադրում են մանկապարտության մեջ, բայց միաժամանակ պնդում, թե ԱՄՆ-ից Հայաստան հնարավոր չէ մանկապարտություն իրականացնել, սակայն առնվազն մի դրվագով կեղծիք տարածած մարդկանց խոսքին պետք է կասկածով մոտենալ, հատկապես երբ պետք է գիտակցել, մանկապարտությունը միայն սեռական հարաբերությունները չեն։ ԴՕԳ-ը կամ ցանկացած այլ անձ կարող էր մանկապարտությամբ զբաղվել հեռակապի միջոցով, երեխաների հետ վարելով անթույլատրելի թեմաների շուրջ զրույցներ։ Այս պահին դժվար է ասել, թե կոնկրետ ինչ փաստերի հիման վրա է առաջադրվել մեղադրանքը, սակայն ակնհայտ է, որ ԴՕԳ-ի կուսակիցները ինչ-որ բան թաքցում են։